Զապել Եսայանը ծնվել է Կոստանդնուպոլսում, ստացել բազմակողմանի կրթություն, շնորհիվ իր հոր, որը մեծ հավատ էր ընծայում կրթության կարևորությանը։ Միակ կին էր, որ երիտթուրքերը ներառել էին ոչնչացման ենթակա հայ մտավորականների սև ցուցակում։ Ադենայի եւ 1915 թվականի ջարդերի մասին գրած ամենաառաջին վկայագիրներից մեկն է։ Զապել Եսայանին հաջողվում է խույս տալ հայոց ցեղասպանությունից։ 1915 թվականի ապրիլի 24-ին հյուրանոցից դուրս գալիս անսպասելիորեն հանդիպում է երկու զինված թուրքի, որոնք հարցնում են. «Զապել Եսայանը դու ես»։ Չէ, Զապելը ներսում է, հանգիստ ասում է կինը եւ անշտապ հեռանում։ Այնուհետև թաքնվում է հիվանդանոցում, ներկայանալով որպես թրքուհի, հետո անձնագիր հայթայթելով հույն ժանեկագործուհու անվան տակ հասնում է Ադրիանապոլիս, անցնում Բուլղարիա եւ Ռումինիայի սահմանը եւ հասնում Թիֆլիս, որտեղ հանդիպում է Հովհաննես Թումանյանին, ով ջերմորեն դիմավորում է նրան եւ տեղավորում իր տանը։